Հրանտ Պետրոսյան, 1445 տեղամասի հանրաժողովի նախագահ։ Պարոն Պետրոսյան, արդեն 3 ժամ է մնացել ընտրության ավարտին, կխնդրեմ ավելի քիչ, կխնդրեմ այս ընթացքը հա ներկայացնեք, այս առավոտվանից մինչև հիմա ինչ պատկեր կար ձեզ մոտ, խախտումներ եղել են, չի եղել։ Ասեի, որ խախտում բոլորին չի եղել, ասենք եղել է թյուրիմացություն, ինչ տեղում շտկվել է։ Ինչ թյուրիմացություններ։ Դա ասենք մարդ ցանկացել է հենց դրսում իր ընտրությունը կատարի, ուղղակի պահանջել են, որ մտի խցիկի մեջ։ Ասենք դա թվում է խախտում չի, լրիվ նորմալ, մարդը համաձայնվել է, իր ընտրությունը ճիշտ կատարել է, գնացել։ Իսկ ընդհանուր առմամբ ընտրության ընթացքը բնականon հունով գնում է, լրիվ նորմալ, լավ է։ Այս ընտրատեղամասում քանի ընտրող ունեք եւ քանիսն են, որ արդեն ընտրել են։ Ուրեմն մեզ մոտ 684 ցուցակով ընտրողներ են, որից շուրջ կեսը արդեն մասնակցել են։ 50% արդեն մասնակցություն ունեն ցուցակի։ Նաև եղել է այլ ընտրատեղամասերում եղել են գրանցման հետ կապված խնդիրներ, որ մի տան վրա գրանցված են եղել մարդիկ, որոնք այդ տան անդամը չէին հանդիսանում։ Այս ընտրատեղամասում նման դեպքեր եղել են։ Ասեմ ավելին, մարդուն հասցե եթե տվել են, որովհետեւ ասենք հասցեում նա արդեն հաշվառված է, կարող լինի եւ ասենք ոչ մեկ դրա մասին չի բարձրանում գալիս է իր ընտրությունը, եթե կա ցուցակներում եւ էլեկտրոնային սարքը ցույց է տալիս, մենք պարտավոր ենք ապահովել նրա ընտրությունը։ Քաղաքացիների մոտ ակտիվություն տեսնում եք մյուս տարիների համեմատ ոչ։ Այս տարի բավականին ակտիվ են, որովհետեւ այս ժամի դրությամբ այս քանակության ժողովուրդ համարյա դեր նախկին տարիներում չէր եղել։ Դե ես այս գյուղից եմ, ասենք, պես հա։ Եվ ինչով է դա պայմանավորված էս։ Դե երեք տեխնացուների, ասենք, քանակով, շահագրգռվածությամբ։ Ժամանակները փոխվում են։ Ինչ կանխատեսումներ ունեք մինչև ընտրությունների ավարտը, առանց խախտումների կավարտվի, թե միջադեպեր կլինեն, բաց քվեարկություն կլինի։ Չեմ կարծում, որ միջադեպեր լինեն, չեմ կարծում, դե չեմ կարող կանխատեսեմ, թե ինչ որ այս կամ այն բանը կլինի, բայց չեմ կարծում, փոքր գյուղ է, բոլորը իրար ճանաչում են, ոչ մեկ չի ուզում մեկը մյուսի, ասենք, ճիշտ է, բոլորը չի, որ հանրաժողովի անդամները կամ դիտորդ կամ վստահված տեղացի են, չէ, ամենակեսը, այն գալացողներն էլ ոնց որ ասած գյուղական պայման իրար ճանաչում են, ոչ մեկ իրան թույլ չի տալիս նման բան։ Լույս չկա, տեխնիկական խնդիրներ կան ձեզ մոտ։ Այս պահին, հա, լույսի հետ կապված խնդիրներ ունեք։ Ոչ մի խնդիր չունենք այս պահությամբ։ Հա, ուղղակի քաղաքացիական։ Չէ, տեսողության խնդիր ուներ։ Ինքը իմ աչքիները տվեցի, որ ինքը նայ։ Ուրիշ ոչ մի բան։ Եթե սխալ եմ արել, հետ վերցնեմ։ Հա, չէ, ուղղակի ես լսեցի, որ ասում լույս չկա դրա համար։ Չէ, այնտեղ իր համար է, մարդ սենց այլ չի տեսնում։ Ինչ անեմ։ Իմ աչքիները տվեցի, որ ընտրություն կատարեմ։